Ողջույն, այս հաղորդմանը կխոսենք Բաքվի ռեժիմի կողմից Վատիկանում կազմակերպված ամոթելի շոուի մասին, ապա կանդրադառնանք այդ ռեժիմի ամբողջ քարոզչական համակարգը թիրախավորված կերպով քննադատելու լավագույն եղանակներից մեկին, եւ այս դեպքը կօգտագործենք որպես լավ օրինակ, թե ինչպես կարելի է ռեժիմին մեկուսացնել եւ քննադատել։ Հաղորդումը կեզրափակենք մեկ այլ թեմայով, մասնավորապես, թե ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անցած շաբաթ չօգտագործեց ցեղասպանություն բառը։ Վերջերս Վատիկանում կազմակերպվել էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն եւ արդի ժամանակներ» խորագրով համաժողով։ Այն կազմակերպել էին Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնը եւ Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանատունը։ Ակնհայտ է, որ այն կազմակերպվել է անմիջապես Վատիկանի իշխանությունների հետ համատեղ։ Հավանաբար Վատիկանը դա թույլատրել է Հեյդար Ալիևի հիմնադրամի կատարած խոշոր նվիրատվության դիմաց, որը պետք է օգտագործվի Սուրբ Պողոսի տաճարի պատերի դրսի հատվածը մարմարով երեսպատելու նպատակով։ Մինչև այս ամենը կվերլուծենք, եկեք հասկանանք դրա նախապատմությունը։ Պատճառները։ Ակնհայտ է, որ սա երկարաժամկետ նախագիծ է, որի նպատակն է քողարկել Արցախի էթնիկ զտումները։ Եվ այս գործընթացն արդեն հասել է Արցախում գտնվող հայկական մշակութային բոլոր հուշարձանների ոչնչացմանը։ Եվ որ կազմակերպությունը կարող է դա քողարկելու համար ավելի լավ օգտագործվել, քան կաթոլիկ եկեղեցին, որը ակնհայտորեն աշխարհի ամենահին քրիստոնեական կազմակերպություններից մեկն է, եւ աշխարհում ոչ քրիստոնյա մարդկանց մեծ մասի համար հայտնի է որպես քրիստոնեության դեմքը։ Իրականում, եթե ուսումնասիրեք, թե Վատիկանի եւ Բաքվի ռեժիմի միջև 2014-ից ի վեր ինչ շփումներ, ինչ գործարքներ են եղել, ակնհայտ է, որ Բաքուն երկարաժամկետ կտրվածքով Վատիկանը համակարգված կերպով օգտագործում է այս նպատակների համար։ Հայ առաքելական եկեղեցին իրականում շատ լավ է արձագանքել։ Նրանք շատ ակտիվ են եղել բոլոր ճակատներում, քննադատելով այս համաժողովը։ Հայաստանի կառավարության արձագանքը շատ թույլ էր, որքանով հասկանում ենք արտաքին գործերի նախարարությունը եւ Վատիկանում ՀՀ դեսպանը նույնիսկ տեղյակ չեն եղել, որ նման միջոցառում է անցկացվելու, ինչը զարմանալի է, հաշվի առնելով, որ Վատիկանը բավական փոքր է տարածքով։ Նրանք այս համաժողովից հետո ոչինչ չեն ասել, ենթադրում եմ, որպեսզի վտանգի տակ չդնեն խաղաղության երևակայական համաձայնագիրը։ Հիմա եկեք վերլուծենք սա։ Բոլորս կարող ենք վստահ լինել, որ Պողոս Առաքյալը պետք է որ չափազանց ուրախ լինի, որ իրեն նվիրված բազիլիկը վերանորոգվում է KGB-ի նախկին գործակալի եւ Պոլիտբյուրոյի նախկին անդամի անունը կրող հիմնադրամի նվիրատվություններով։ Երկրորդ, ով կարող է լուրջ ընդունել մի միջոցառում, որը կազմակերպել է Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնը, որը հավանաբար տեղակայված է Բաքվի մարդու իրավունքների կենտրոնի կողքին։ Իրականությունն այն է, որ այս կոնկրետ նախագիծը, այս միջոցառումը ձախողվել է, քանի որ ոչ մի լուրջ գիտնական չի մասնակցել կամ նույնիսկ լուրջ չի ընդունել այն։ Բացի դրանից, միջոցառումը միայն բացասական լույսի ներքո է լուսաբանվել ինչպես միջազգային կաթոլիկ, այնպես էլ հայկական մամուլում։ Ոչ ոք չպետք է որևէ բարոյական ակնկալիք ունենա Վատիկանից։ Եթե կուզեք մոտավորապես հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել այստեղ, ապա պետք է ասեմ, որ հավանաբար Վատիկանում մի քանի իսկապես խելացի կարդինալներ խաբել, մոլորեցրել են Բաքվի ռեժիմի պաշտոնյաներին, որպեսզի վերջիններս խոշոր նվիրատվություններ անեն շինարարական նախագծի համար։ Միևնույն ժամանակ ռեժիմի տված խոշոր կաշառքներով լցնելով սեփական գրպանները։ Եվ այս ամենն արվել է Վատիկանում զբոսաշրջիկներին գրավելու հերթական թակարդի վրա տեղադրվելիք հուշատախտակի դիմաց, որի վրայի գրությունը ոչ ոք երբեք չի կարդա, եւ եթե իրականում կարողանան կարդալ, ապա չեն կարող արտասանել այդ մարդու անունը, որը փաստացի արել է այդ նվիրատվությունն այդ անհեթեթ համաժողովի ժամանակ։ Ես կասեի, որ մենք միշտ պետք է խրախուսենք նման վարքագիծը։ Ես կխրախուսեի Վատիկանի պաշտոնյաներին, որ կրկին դիմեն Բաքվի ռեժիմին եւ խնդրեն Սուրբ Պետրոսի տաճարը վերանվանել Սուրբ Իլհամի տաճար 10 միլիարդ եվրոյի համեստ ներդրման դիմաց։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա Վատիկանին կաշառելու համար Ադրբեջանը թերևս հսկայական գումարներ է ծախսում, հաշվի առնելով փաստը, որ Վատիկանը բացարձակ լուռ մնաց 2023-ին Արցախի հայերի էթնիկ զտումների ժամանակ եւ նույնքան լուռ, երբ Բաքվի ռեժիմը համակարգված կերպով ամբողջ Արցախում ոչնչացնում էր քրիստոնեական հուշարձանները։ Եվ այդ լռությունը հավանաբար Ադրբեջանը գնել է։ Փաստացի սա հենց այն տեսակ լռությունն է, որին ականատես ենք լինում այն ժամանակ, երբ Վատիկանը պաշտպանում է իր մանկապիղծ քահանաներին։ Պետք է ասեմ, որ կազմակերպչի տեսանկյունից այնինչ մեզ տվել է Վատիկանի ռեժիմը միանգամայն հիանալի է։ Պատճառն այն է, որ եթե նայենք, թե մինչ օրս ում է Բաքվի ռեժիմը կաշառել, ապա կտեսնենք, որ սովորաբար վճարել կաշառել են Վաշինգտոնում գործող երկրորդ կարգի վերլուծաբանների կամ երրորդ կարգի եվրոպացի պատգամավորների։
Իրականում նրանցից երկուսը Գերմանիայում դատվում են, եւ ողջ աշխարհում այս իրադարձությունները լուսաբանում են ավելի ցածրակարգ լրատվամիջոցներ։ Վատիկանը, որին հիմա կաշառել է ադրբեջանական ռեժիմը, փաստացի ամենաարժեքավոր հաստատությունն է, որ նրանց երբևէ հաջողվել է կաշառել, եւ հենց այստեղ է ի հայտ գալիս հնարավորությունը։ Շատ դժվար է ուրվագծել ռեժիմի կոռուպցիան, երբ խոսքը Վաշինգտոնում եւ այլ վայրերում լուսանցքային դեմքերի մասին է։ Մինչդեռ Վատիկանն այսօր արևմտյան աշխարհի ամենահին շարունակաբար գործած քաղաքական ինստիտուտն է։ Ակնհայտ է, որ այն մամուլի անվերջ ուշադրության կենտրոնում է, հատկապես, որ այս տարի նոր պապ է ընտրվելու։ Հաշվի առնելով նաեւ արևմուտքում մամուլի աշխարհիկ բնույթը, նրանք սիրում են Վատիկանի կամ ընդհանրապես կրոնի մասին բացասական պատմություններ, եւ Վատիկանի հասցեին հնչող քննադատությունը նրանց համար բավականին նորմալ է։ Ցանկացած արշավ կազմակերպելիս գործի կեսն արած կլինես, եթե այնպես անես, որ բոլորը ճանաչեն թշնամուդ։ Այս դեպքում Վատիկանը դրա կարիքը չունի։ Վատիկանի կոռուպցիոն գործը կարող է վերածվել խոշոր սկանդալի, ինչպես երկրորդ COP29, որտեղ ռեժիմի ներգրավվածությունը եւ միջազգային ինստիտուտներին կաշառելու Ադրբեջանի բնական հակումը կարող են բացահայտվել եւ օգտագործվել ռեժիմը եւ դրա հետ կապված բոլորին հրապարակայնորեն վարկաբեկելու համար։ Այս ամենը տեղի ունենում այն ժամանակ, երբ սովորական շատ կաթոլիկներ, մարդիկ, որոնք անկեղծորեն նվիրված են իրենց հավատքին, խորը համակրանք են տածում Հայաստանի եւ հայերի նկատմամբ եւ սարսափած են տեղի ունեցողից։ Այս իրավիճակում այժմ կարեւոր է որպես օրինակ մատնացույց անել բոլոր նրանց, ովքեր ներգրաված են այս ամենին, հրապարակավ ամոթանք տալու նրանց, բացահայտել բոլոր պոռնիկներին եւ հստակ ուղերձ հղել ցանկացած ապագա պոռնիկի, թե ինչ կին ստիպված կլինեն վճարել, եթե ասոցացվեն ռեժիմի հետ։ Չկա ավելի լավ թեկնածու, քան Վատիկանը։ PR-ի հանրային կապերի ոլորտում իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ իրականում այս ռեժիմին քննադատելը կամ նրանց ծրագրերը բացահայտելը այդքան էլ դժվար չէ շատ պարզ պատճառով։ Նրանց բոլոր ջանքերը մեծ մասամբ ձախողվում են, հենց որ դրանք գալիս են հանրային ուշադրության։ Ռեժիմը եւ նրա պրոքսիները չեն սիրում լինել հանրային ուշադրության կենտրոնում, որի համար չեն վճարել կամ որը չեն վերահսկում։ Եվ համոզված եմ, հենց որ այդ պրոքսիները ճնշման տակ հայտնվեն, կվերցնեն գումարը եւ առանց վարանելու կհեռանան ռեժիմից։ Ընդհանուր առմամբ Բաքվի ռեժիմը, եթե այն ուսումնասիրենք PR-ի տեսանկյունից, կաշառելու մեծ կարողություն ունի։ Կաշառում է փակ դռների ետևում, հատկապես վարկաբեկված մարդկանց, բայց ռեժիմը չունի ինչ-որ բան կառուցելու կարողություն։ Մի բան, որն իրականում բնորոշ է բռնապետություններին։ Մեզ անհրաժեշտ է բոլոր հնարավոր ճակատներից ճնշում գործադրել ռեժիմի վրա, անկախ նրանից դա արվում է պետության մակարդակով, թե ոչ։ Եվ եթե պետությունը չի անում, ապա կարող է անել ոչ պետական սեկտորը։ Հիմա անցնենք մյուս թեմային՝ Թրամփի կողմից հայոց ցեղասպանությունը չճանաչելուն։ Անցյալ շաբաթ տեղի ունեցավ հետևյալը. Ի տարբերություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, որն իր նախագահության 4 տարիներին հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչող ամենամյա հայտարարություններում օգտագործել է ցեղասպանություն բառը, Դոնալդ Թրամփը վերադարձավ հին պրակտիկային, այնինչ անում էին ԱՄՆ բոլոր նախագահները, եւ օգտագործեց մեծ եղեռն ձևակերպումը։ Ակնհայտ է, որ սա հիասթափեցնող է, բայց անկեղծ ասած զարմանալի չէ։ Ամենայն հավանականությամբ ելնելով մեր լսածից կարող եմ ասել, թե ինչու դա տեղի ունեցավ։ Կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախագահ Թրամփին զանգել եւ ասել, որ չօգտագործի ցեղասպանություն բառը, կամ թուրքական այլ ճնշումների արդյունքում Թրամփը դա չարեց։ Մենք գիտենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Անկարայի բռնապետը շատ ընդգծված առանձնահատուկ հարաբերություններ ունեն։ Well, I have great relations with a man named Erdogan. Have you heard of him? And I happen to like him, and he likes me, and I know the press will get very angry. He likes Erdogan, but I do, and he likes me, and we've never had a problem, and we've gone through a lot. Կարծում եմ, Թրամփը նախանձում է Էրդողանի հնարավորություններին, թե ինչպես է նա կարողանում իր թշնամիներին բանտարկել եւ այլն։ Պետք է ասեմ, որ ԱՄՆ-ն մարդու իրավունքների հարցերում մի տեսակ բացառություն է դարձել, քան նորմ։ Այն հաճախ է մակում, քվեարկում Էրիթրեայի, Բելարուսի եւ Հյուսիսային Կորեայի նման երկրների հետ։ ԱՄՆ-ն այս հարցերում այլևս չի համարվում ստանդարտ։ Սակայն հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ, հատկապես ներկայիս վարչակազմի օրոք, սա այն հարցը չէ, որի վրա պետք է կենտրոնացնենք մեր ողջ էներգիան ու ջանքերը։ Մեզ համար իսկապես կարևոր է, որ այս վարչակազմը շարունակի ճնշում գործադրել Բաքվի ռեժիմի վրա հետագա ագրեսիան կանխելու համար, ինչը գիտենք, որ իրական է, եւ որ այն հետևի Հայաստանի հետ ստորագրած ռազմական գործընկերության ծրագրի իրականացմանը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է էներգետիկայի եւ պաշտպանության ոլորտներին։ Այո, եւ գլխավոր մրցանակը, որի մասին լուրեր են շրջանառվում, կարող է շատ մոտ լինել Միացյալ Նահանգներից Հայաստանի համար զենք գնելու թույլատվությունն է։
Եկեք ազնիվ լինենք։ Արդյոք որևէ մեկն իսկապես հավատում է, որ Դոնալդ Թրամփը գիտի, թե ինչ է հայոց ցեղասպանությունը։ Ով է իրականում զայրացած նրա վրա ցեղասպանություն բառը չօգտագործելու համար։ Սա այն մարդն է, որը հավանաբար շատ քիչ բան գիտի 1915-ին իր երկրում տեղի ունեցածի մասին։ Առավել ևս 1915-ին Հայաստանում տեղի ունեցածի մասին։ Շնորհակալություն այս շաբաթվա թողարկումը դիտելու համար։ I offered to help you. You refused to take our money. Then I said, I guess you're really up shit creek. Ow! Christ, Jake, take it easy, man. Now what? Oh, shit! Christ! Jesus Christ! Fuck you, bitch! Hey! Jesus Christ! Oh, you fat penguin! Fuck this noise, man! You're such a disappointing pair. I prayed so hard for you. It saddens and hurts me that the two young men whom I raised to believe in the Ten Commandments have returned to me as two thieves with filthy mouths and bad attitudes.